Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բայլույս մեր շատ սիրելի հեռուստադիտող, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում, ձեզ հետ ես եմ Անահիտ Կիրակոսյանը, իսկ թե ինչու եմ միայնակ, եթերի ընթացքում կհասկանաք, անակնկալ է լավ իմաստով։ Այս պայն առաջարկում եմ մի լավ երաժշտությամբ սկսել մեր օրը, որից հետո անակնկալն է կշարունակենք։ Թե ինչ կարծում եմ երաժշտությունը բավարար էր, որպեսզի արթնա նայեք, իսկ եթե ինչ-որ մեկը դեռ մտածում է, որ չէ, ուզում եմ քնել, չէ, մի քնեք, արթնացեք, որտեղ կյանքը շատ կարճ է, պետք է վայելել յուրաքանչյուր վայրկյանը, գնահատել այն, ինչ մեզ տրված է, նայել ամեն ինչին բաց աչքերով, երազել, դնել նպատակներ ու հասնել այդ նպատակներին ու հաճախ երազեք, որովհետև դա որևէ մեկը չի արգելել եւ դա միայն օգտակար է եւ ոչ վնասակար։ Այս բան առաջարկում եմ եւս մեկ տեսահոլովակ ձեզ համար, որից հետո արդեն կներկայացնեմ մեր օրվա հյուրերին, եթերը լինելու է երաժշտական։ Կարեմ կբերեմ Ինչուն եմ մի քիչ ավել քեզ կնվիրեմ Ինձ ու քեզ մի լար պինդ կապեց Միտքս քեզ, որ երբեք մտքիցս չանեմ Ինձ ու քեզ մի լար պինդ կապեց իրար Տես նորից եկավ գիշեր Ոչ ինչպես հիշեր Մինչև ելնի արել Մենք Նորից եկավ գիշեր Ոչինչ պետք չիշեր Մինչև ելնի արել Մենք կպարենք Կարանք պարենք անվերջ Բայց թող մնա մեր մեջ Կարանք պարենք անվերջ
Այո, վերջ վերադարձանք եւ ճիշտ ժամանակն է, որպեսզի ես ասեմ, թե ինչու եմ այսօր միայնակ։ Եվ այսպես, մարտի 15-ին տեղի ունեցավ Սլավյանսկի բազար 2025 ամենամյա մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։ Ինչ է սա նշանակում։ Արդյունքում Սլավյանսկի բազար 2025 ամենամյա միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնեն 11-ամյա Միլանա Օրդակյանը, երիտասարդ կատարողների մրցույթում 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը, իսկ մեր հյուրն է նաև Վրեժ Կիրակոսյանը, այնպես որ Կիրակոսյանների պակաս այսօր չենք ունենալու, բարի լույս։ Բարի առավոտ, Անահիտ ջան։ Ոնց եք, ոնց է տրամադրությունը։ Շատ լավ։ Նախ շնորհակալություն ձեր տաղավարում մեզ հյուրընկալելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ այս առավոտը կիսում եք մեզ հետ այս բարի լուրը, իսկապես օրդբարի շրջանակներում, որովհետև Սլավյանսկի բազարում մեզ մոտ ներկայացնելու են հրաշալի մարդիկ, ովքեր արդեն եղել են մեր տաղավարում եւ ներկայացել են։ Դարձած տաղավար ասա։ Այո, եւ ես շատ ուրախ եմ, որ արդեն հայաստանյան փուլում, այսպես ասած, հաղթած մեր ներկայացուցիչները մեկնելու են։ Վրեժ ջան, մի քիչ արդեն մասնագիտական խոսիր Սլավյանսկի բազարից, ինչպես են ընտրվել մեր մասնակիցները, ինչպիսի փուլ է եղել, ոնց են Շնորհակալ եմ Անահիտ ջան հրավիրելու համար եւ լուսաբանելու մեր աշխատանքը եւ ասում ակո հարազատ տունը չգազ բաղուր պետքա գնասել ինչի մասին խոսես յուրաքանչյուր տարի 2017 թվականից սկսած Սլավյանսկի բազար միջազգային մրցույթը պարտադիր այսինքն ներկայացուցիչները անցնում են նախընտրական փուլ Հայաստանի Հանրապետությունում եւ այդ մտահղացումը ինձ մոտ առաջացավ 2013 թվականին, երբ ես տակավին երիտասարդ էի եւ առիթ ունեի ինքս ներկայացնելու այդ մեծ հեղինակավոր մրցույթում Հայաստանի Հանրապետությունը։ Եվ երբ որ գնացի եւ հասկացա թե ինչպիսի այլ մասնակիցներ, ինչպիսի կարգավիճակով են գալիս, ինչպիսի, այսինքն իրենք ունեն աջակցություն եւ այլն, ես հասկացա, որ պետք է մի մեխանիզմ ստեղծել եւ լավագույնս արդյունքի հասնելու համար թիմ ստեղծել, որպեսզի սա հասնի իր նպատակին, ոչ թե գնանք, մի այդպիսի չկա դնենք ու վերադառնանք։ Եվ 2010 հենց առաջին փորձ հենց ստացվեց 2017 թվականին, առաջին փորձով հենց մանկականին մասնակցեցինք միայն, այնտեղ քանի որ երիտասարդ կատարողներ կան եւ մանկական, մենք առաջինը մանկականին մասնակցեցինք եւ մի անգամից հաղթանակ առաջին մրցանակով մի անգամից վերադարձանք։ Դա հենց հետո 4 տարի շարունակ առաջին մրցանակներ, որտեղ անում էինք նախընտրական փուլեր, ընտրում էինք լավագույն երեխային, այսինքն մասնակցին եւ գնում էինք ու այսպես են որ մեր նշանակետին ու կրակում էինք գալիս ենք։ Եւ հետո արդեն իհարկե սկսեցինք երիտասարդ կատարողների կազմում եւս ներկայացուցիչներ ընդգրկել։ Իհարկե մի քիչ ավելի դժվար է երիտասարդ կատարողների կազմում։ Սկզբից առաջի մրցանակ ունեցանք 3-րդ տեղում։ Հետո դրանից հետո մի քիչ շարժվեցինք առաջ, հետո դե արդեն նախանցյալ տարի բոլորս ականատես եղանք, որ ընդհանրապես Սլավյանսկի բազար միջազգային մրցույթի պատմության մեջ չէր գրանցվել, դա Grand Prix-ն էր գլխավոր մրցանակն էր, որ Մաշա Մնջյանը ներկայացրեց այդ ամեն ինչը այո արեց եւ Մաշան Ավստրալիայում էր բնակվում, զանգահարեցի, ասի որ Մաշա պետքա գաս եւ այսպես պետքա լինի, այսինքն այս ամեն ինչը։ Մրցույթը ունի շատ յուրատեսակ նշանակություն, այնտեղ ճիշտ է միջազգային է ամեն ինչ, բայց իրենք շատ հետաքրքիր ծրագրեր են ներկայացնում, որի մասին կուզենամ իրենք արդեն խոսեն, թե ինչ են երգելու եւ Անշուշտ, այ մասնակիցներին եմ ուզում հարցնել նախ տպավորությունը նախընտրական փուլից, ինչպիսին էր, վախեր կար, չկար, вы боялись или нет? Как прошло? Я очень сильно переживала, у меня было немножко волнения. Но я поняла, что зачем нам волноваться, если ведь мы должны выступить хорошо. И вот выступили. Հրաշալի երևույթ է ունեցել եւ բոլոր վախերը թողել է անցյալում։ Հուզվել է, բայց այնուամենայնիվ հասկացել է, որ ինչու հուզվել, քանի որ այն կարող է խանգարել, եթե կարելի է լավ ելույթ ունենալ։ Ինչ երգերով ես ներկայանալու, քանի փուլ է լինելու, ինչպես ընտրությունը կանում, այնտեղից են ասում, թե дук եք ընտրում։ Вы сами выбираете песню, которую будете петь, или вам дают представить во время конкурса, да, конкурсной песни? Да, есть условия. Мы сами будем выбирать песню. Но есть какие-то условия, которым она... Կան որոշակի պայմաններ, օրինակ մանկական կատարողների կազմի համար այս տարի փոփոխություն է եղել, իրենք միշտ կատարում էին մեկ համաշխարհային հիթ եւ մեկ հայերեն լեզվով ստեղծագործություն, բայց այս տարվանից արդեն մանկական կատարողները կներկայացնեն մեկ
երկրի լեզվով հիթ եւ հաջորդ ստեղծագործությունը պարտադիր կլինի ինչ որ մանկական մյուզիկլներից, մանկական մուլտֆիլմերի սաունդթրեքներ անայջան եւ այսինքն մենք էլ չենք տեսնի բեմերում այն ժամանակ ես էլ նաեւ ժյուրիում միշտ լինում էի եւ ասում էի այդ փոքրիկ Հյուսթոնները, Մրայա Քերիները, այդ բոլորը, այսինքն խնդրում ենք եկեք հանենք էլի։ Ուղղությունը դված է որ հենց մանկական լինի։ Այո, մանկական լինի եւ ամենահետաքրքիրն ու կարեւորը միակ մրցույթն աշխարհում որտեղ որ երկու պարագայում էլ մասնակիցները ելույթ են ունենում կենթանի օրկեստրի նվագակցությամբ Բելոռուսի նախագահական օրկեստրը պրեզիդենտսկի օրկեստրի նվագակցությամբ հրաշալի նվագակցություն է լինում մենք նախապես իհարկե գործիքավորումները մեր տարբերակները անում ենք եւ ուղարկում ենք օրկեստրը որից հետո մենք գնում ենք հետո տեղի ունենում փորձեր բավականին երկար մոտ 4-5 օր հետո սկսում է արդեն մրցութային ընտրել ես արդեն երգի ինչ ես կատարելու Выбрала уже песню? Песню выбрала? Пока что еще нет. Пока нет. Да. А что ты пела на первом? Во время отбора. Ага. Я пела Виктор Цой «Кукушка» и Селин Дион «My Heart Will Go On». Փաստորեն Селин Դիոնից հիմա կգանք ավելի մանկական ռեպերտուարը։ Мои поздравления, շատ ուրախ ենք ու վստահ ենք, որ պատվով ներկայացնելու ես Հայաստանն այս տարի։ Merci շատ։ Ահա։ Պարոն Կիրակոսյան, դուք ինչ կասեք։ Նախընտրական փուլը լարվածություն իհարկե կար, որովհետև մեծեր մրցակցությունը։ Այո, լարվածություն իհարկե կար, որովհետև պրոֆեսիոնալ ժյուրի ազնագազմ է նստած եւ պետք է քեզ գնահատեն, ինչը որ շատ շնորհակալ եմ ժյուրի ազնագազմին, նաեւ Իրակոսյան վրեժներ ժյուրի ազնագազմի մեջ Մգեր Արմենյան, Գայանե Հովանեսյանը, վաստակավոր արտիստ եւ իմ վարպետ Տիգրան Հայորդին, որոնց որ ես շատ շնորհակալ եմ, որ ինձ գնահատեցի եւ ընտրեցին, որ ես հենց Հայաստանը պետք է ներկայացնեմ։ Երկերի մասով ներկայացրել եմ Երջանկայի հիշատակ Արտուր Գրիգորիչիկի անկոկռիվ ստեղծագործությունը Բաբաջանյանի Տվայիս Լիդին եւ Բոչելի երկացանկից մելոդրաման։ Կարճ ժամանակ անցել արդեն ամսի 15-ից, քանի որ այնտեղ այն արդեն մրցույթի երգերը դեռ պատրաստ չէ, ճիշտ է տարբերակներ ամբողջ օրը մտածում ենք ինչ պետք է երգենք, բայց պետք է շահեկան երգեր վերցնենք, որ լավ ներկայանանք։ Իսկ ձեզ մոտ ինչ կանոններ կան երիտասարդների դեպքում։ Երիտասարդների մոտ պարտադիր ուրեմն օրկեստրի հետ կատարում են Անայջան սլավոներեն լեզվով որևիցե սլավոն կոմպոզիտորի ստեղծագործություն։ Այսինքն դա կարող է լինել նույնիսկ այսինքն կարող է լինել լեհերեն։ Այսինքն սլավոնական ընտանիքին պատկանող։ Չի ընդունվում Առնո Բաբաջանյան։ Հետաքրքիրն այն է որ որովհետև իրենք ասում են որ դա հայ կոմպոզիտոր է անկախ լեզվա մտածողությունից, այսինքն կոմպոզիտորը հայ է։ Չի ընդունվում Մելահաձե օրինակ, չեն կարող ներկայացնել եւ այսպիսի ստեղծագործություններ, որոնց կոմպոզիտորները այլազգի են։ Կապ չունի, որ իրենք ռուսերեն են ստեղծագործել։ Մենք իհարկե հիմա մտածում ենք եւ հաջորդ ստեղծագործությունը, որը որ իհարկե կկատարի Դավիթը, դա համաշխարհային որևիցե հիթ է լինելու համաշխարհային ժանրից, դա կլինի իտալական որևիցե ստեղծագործություն կամ կլինի ինչ-որ անգլերեն լեզվով եւ այլն։ Մենք դեռևս այսպես երկմտանքի մեջ ենք բնականաբար կան որոշակի իհարկե տարբերակներ, որոնք արդեն քննարկում են, քանի որ մեզ մոտ դեդլայնները եւս շատ խիստ են մոտ են։ Մենք գոնե ապրիլի մինչ մեկը պետք է հայտերը ուղարկենք, որից հետո նաեւ այդ գործիքավորումները կատարենք, նաեւ ձայնագրենք իրենց, որտեղ ձայնագրությունները ուղարկում ենք իրենց պատրաստի նաեւ։ Դա պարտադիր է եւ որից հետո նաեւ մեզ մոտ արդեն քննարկումներ են տեղի ունենում։ Ինչի համար այս ամեն ինչը լինում, որտեղ լինում է, որ օրինակ 15 երկիր են մեծերի կազմում, թույլատրում են մինչեւ 15 երկիր, լինում է սովորաբար 40-50 երկիր, բայց իրենք թույլատրում են մինչև 15-ը։ Մանկական կատարողների կազմում ինչ 20-ն են թույլատրում։ Եւ այստեղ երբ որ ստեղծագործություններ կան, որոնք որ կարող են նույնանման լինել, այսինքն մենք էլ ենք ներկայացել, Ղազախստանն էլ է ներկայացել, այս դեպքում կանց կոմիտեն ուսումնասիրում է եւ որոշում է կայացնում հայկական ներկայացուցիչն է այդ երկի երկելու թե օրինակ Ղազախ ներկայացնում։ Հա, ու եթե կայացնում է ոչ հայկականն է, ապա այդ բան նորից դուք պետք է նորից մենք այո, պետք է հաջորդ տարբերակի բավականին բարդ այո, բացի երկերը նաեւ իրենք բավականին մեծ պատրաստություն են անցնում ամենօրյա այն տրինաժով իմ խստությամբ եւ իմ հետեւողականությամբ
իրենք հատուկ պատրաստություն են վոկալի, որ այն մարզիչները ոնց են մարզում, այդպես ես իրենց այդ օրն եմ գցում, ճիշտն ասած, բայց ուրիշ տարբերակ չկա։ Բացի դա նաև իհարկե իրենց արտաքին իմիջի հետ կապված հագուստներ եւ մեծ ֆոտոշութեր, փոքր վիդեո ռիլներ, որոնք որ իրենց ուղարկում ենք եւ այլն, այսինքն բավական մեծ ահռելի աշխատանք է, մեծ թիմ է, որ աշխատում է։ Ես ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնեմ իմ բոլոր գործընկերներին, Լիլիթ Ալբերտովնային, Տիգրանին Հայորդուն, Կարապետյանին, Գայանե Հովանեսյանին, ով մեր հետ ակունքներում կանգնած է, Մերին Մեսրոպյան, Մգեր Արմենյան եւ բոլորին նրանց, ովքեր որ քոլեջի մյուս անձնակազմին, ովքեր որ աջակից են այս ամեն ինչին, եւ մենք սրա, այսինքն վառ ցուցանիշը այն է, որ մենք նմանատիպ հաղթանակներով միշտ վերադարձնում ենք եւ բարձր ենք պահում պլանկան։ Մաշան Մջան մեր ուսանողն է եղել, օրինակ քոլեջի շրջանավարտ է եղել, Մնայտ ջան, եւ այս ամեն ինչը, այսինքն տարիների աշխատանքի արդյունք է ստեղծված։ Անշուշտ, ինձ հետաքրքիր է, երբ այս մեծ աշխատանքը կատարվում է եւ ամեն տարի ունենք ցուցանիշ, հաղթող Grand-Prix, երրորդ տեղ, առաջին հորիզոնական, ինչպես է գնահատվում մեր կողմից, մեր պետության կողմից, ինչ առավելություններ են ստանում այդ մարդիկ, երբ արդեն գալիս են հաղթանակած, ինչ նոր ուղի է հարթվում իրենց համար, ինչ ցուցանիշ ունենք։ Տեսեք, մեր պարագայում փորձում ենք օգնել երիտասարդներին, երեխաներին, այսինքն ինչքանով որ այո, ինչ վերաբերվում է պետական աջակցությանը, հա, օրինակ ասենք Ղազախստանի օրինակը բերեմ, այն մասնակիցը, որ Ղազախստանը ներկայացնում է եւ վերադառնում է Grand-Prix-ով գլխավոր մրցանակով, իրենք ունեն նախագահական ֆոնդ։ Մեկ տարվա ինքը մեծ կրթաթոշակ է ստանում, գրեթե մեկ տարի, որը որ հավասարազոր է գրեթե օրինակ ասենք մոտ մի 3.5-4 միլիոն դրամի։ Ստանում է օրինակ լինում է, որ նույնիսկ բնակարան են նվիրում, այսինքն պետությունը իրեն ինչ որ արտիստին օգնում է։ Իսկ մենք այսպիսի բանականներ դեռևս չունենք, իհարկե, այո, նախարարությունը վերջերս մենք երբ որ Մաշան հաղթել էր, մենք հանդիպեցինք նախարարին, իր հրավերքով եղանք իր մոտ եւ իրենք ասացին, որ նոր նախագիծ է նախատեսված, որտեղ որ միջազգային այն մրցույթները, որոնք որ համարվում են աշխարհում լավագույնները, այդ մրցույթների ցանկով ուզում են իրենք համակարգեն եւ լավագույն, ինչպես որ սպորտսմեններն են անում, երիտասարդները ովքեր որ կվերադառնան, ապագայում կփորձեն իրենք ինչ որ դրամական պարգևատրումներ կատարել, բայց այդ ցանկը դեռևս, այսինքն միայն դասական երաժշտության ավաղ մրցույթներին է վերաբերվում, դեռևս էստրադային արվեստում չունենք դեռ։ Շատ բարի, մեզ մնում է միայն հաջողություն մաղթել ձեզ, ինձ թվում է մենք ավելի խոսալու առիթներ կունենանք, երբ գնաք, ֆանտաստիկ ներկայացնեք ու մրցանակակիր որպես վերադառնանք, մենք էլ ուրախանանք ու լուսաբանենք, որպես зрույցի ավարտ, о чем мечтаешь ты сейчас? Что хочешь? Я сейчас хочу стать мировой звездой, как я осталась. Я хочу еще, моя мечта это, чтобы я победила на Славянском базаре. Я хочу принести победу моей родине. Սուպեր, իսկապես Հայաստանին հայրենիքին այսօր շատ է պետք հաղթանակ ու ընդհանրապես հաղթանակներ, այն էլ արվեստի ու մշակույթի ոլորտում։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ քո ցանկությունները կատարը կացվեն, որովհետև քո երազանքները նաև մեր երազանքներն են ու առնչվում են մեզ հետ։ Իսկ դուք ինչ կասեք, պարոն Կիրակոսյան։ Ես կուզեմ, որ մեր երկրի խաղաղություն լինի առաջնային։ Դուք ճիշտ նշեցիք նոր, մեր երկրին պետք է հաղթանակներ եւ մենք լավ կպատրաստվենք, գնանք, հուսով եմ հաղթահարած կգանք հայրենիք։ Մենք միայն ձեզ դրական էներգիա ենք ուղարկում ու հաջողություն ու իսկապես հավատում ենք, որովհետև դուք շատ տաղանդավոր եք ու վստահ եմ ժյուրին ճիշտ որոշում է կայացրել։ Վեր ջան, ձեզ շնորհակալություն կատարած աշխատանքի համար, որովհետև ամեն անգամ Հայաստանը պատվով է ներկայանում, մենք էլ ունենում ենք առիթ հպարտանալու ու այդ ամենը լուսաբանելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք մենք էլ Անայ ջան, ես էլ առիթից օգտվելով ուզում եմ իմ հարազատ հեռուստաընկերությանը հայտնեմ շնորհակալություն լուսաբանելու եւ այս հնարավորությունը ընձեռնելու համար։ Դե ինչ, будем болеть за Славянский базар и за наших։ Իսկ այսօրվա համար նախատեսել ենք այսքանը սիրելիներս ուսումնասիրեք ձեր երեխաներին, հայտնաբերեք նրանց տաղանդները ու թող որ նրանք գնան իրենց երազանքի ետևից, հիշեք, որ յուրաքանչյուր երեխա ունի մի տեղ, որտեղ նա փայլում է, ուղղակի պետք է հետևել, գտնել, աշխատել ու տանել առաջ, որպեսզի մենք իսկապես ունենանք պատվով սերունդ ու ազգին պիտանի զավակներ մեծացնենք։ Այսօրվա համար այսքանը դες էր Անահիտ Կիրակոսյանը, Վրեժ Կիրակոսյանը, եւս մեկ Կիրակոսյան եւ այդպես շարունակ եւ մեկ հրեշտակային անձնավորություն։ Հաջողություն։
Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։